Խաղաղություն ձեզ սիրելի եղբայրներ, քույրեր, եկեք մեկ անգամ ևս ասենք փառք մեր Տեր Աստծուն։ Այս հրաշալի սուրբ օրվա համար, որ Տերը մեզ հավաքել է իր խոսքերը լսելու, իրանով ուրախանալու, իրան փառք տալու եւ ունենալու ապագա հույսը։ Ես ուզում եմ կարդալ Հայտնության գրքից 22-րդ խոսքից 22-րդ գլխի 7-րդ խոսքը։ Ուրեմն 6-ից կարդամ ավելի լավ։ Եվ սամ ինձի, այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ, եւ Սուրբ Մարգարեներուն Տեր Աստված իր հրեշտակը ղրկեց իր ծառաներուն ցուցնելու, ինչ որ շուտով պետք է լա։ Ահա ես շուտով կգամ Իրանի անոր, որ կպահե այս գրքին մարգարեության խոսքերը։ Ահա ես շուտով կգամ Իրանի անոր, որ կպահե այս գրքի մարգարեության խոսքերը։ Իրոք Իրանի նրան, եղբայրներ քույրեր, որ այս գրքի մարգարեության խոսքերը կպահի։ Եթե Տեր ասում է Երանի նրան, եղբայրներ քույրեր, այստեղ մենք շատ կարևոր բան ունենք հասկանալու։ Աստված չի ասում Երանի նրան, Երանի հարուստներին, Երանի փող ունեցողներին, Երանի փառք ունեցողներին, Երանի այս աշխարհի մարդկանց, որոնք մեծ նվաճումներ ունեն, Երանի գիտնականներին, Աստծո խոսքը ասում է Երանի նրանց, որոնք կպահեն այս գրքի մարգարեության խոսքերը։ Փառք Տիրոջը դրա համար, եղբայրներ քույրեր։ Ուրեմն ով որ կպահի այս գրքի մարգարեության խոսքերը, Երանի նրան։ Սիրելիներս, աշխարհում մարդուն գնահատում են հասարակության մեջ ունեցած դիրքով, թե ինչքան հարստություն ունի, կրթված է թե կրթված չի, մարդուն, ասենք, բարձրացնում են, նրանց են բարձրացնում, ովքեր ունեն աշխարհում մեծ դիրքեր ունեն, հարուստ են, ունեն պատասխանատվություններ, ունեն իշխանություն, աշխարհում մարդկանց այդպես են գնահատում, իր ունեցած դիրքով, բայց Աստված մարդուն այդպես չի գնահատում, Աստված մարդուն գնահատում է հենց նրա համար, որ ինքը մարդ է, որ ունի Աստծո պատկերը, որ ինքը ստեղծված է Աստծո պատկերով։ Կարևոր չէ թե դու ով ես, սիրելի եղբայր եւ սիրելի քույրիկ։ Կարևոր չէ դու հարուստ ես, աղքատ ես, կույր ես թե մերկ ես, կրթված ես թե անկիրթ ես, սա բոլորովին կարևոր չի։ Կարևորը նա է, որ դու պահես այս գրքի մարգարեության խոսքերը։ Երբեմն, երբ որ մարդու հարազատը մեռնում է, շատ ցավ է ապրում։ Օրինակ, ես հիշում եմ 73 թվականին, երբ որ մամաս մահացավ, ինձ թվում էր աշխարհը այլ գոյություն չունի։ Հիմա ես ինչ պիտի անեմ։ Այսինքն, մարդու հարազատը երբ մեռնում է, իրան թվում է, թե ինքը այլևս ոչ մեկին պետք չի, ոչ մեկին պետք չի։ Բայց դա այդպես չի, սիրելիներս։ Դու պետք ես Տիրոջը, դու պետք ես Քրիստոսին։ Հիսուսը եկավ, կորսված է փնտրելու եւ գտնելու։ Բանի մեջ կարդում ենք Մատթեոսի 18-11-ում, որ Ղուկասի 19-ում կարդում ենք, որ Հիսուսը եկավ, կորսված է փնտրելու, գտնելու եւ փրկելու։ Փառք Տիրոջը, եղբայրներ քույրեր։ Նա եկել է դրա համար, դու կորսված ես եղել։ Դու հեռացած ես եղել Իսրայելի քաղաքականությունից, դու հեռացած ես եղել Աստծուց, բայց նա եկել է քեզ փնտրելու։ Դու շատ հեռու ես գտնվել, ինչպես այն անառակ որդին, որ հորից վերցրեց իր ունեցվածքը եւ գնաց գրված է, որ գնաց հեռու երկիր։ Այսինքն դու ինչքան կարող ես մտածել ես հեռանաս Աստծուց, որովհետեւ կարծել ես, որ Աստված քեզ խանգարում է ապրելու, բայց Հիսուսը չի մոռացել քեզ։ Դու իրան մոռացել ես, բայց Տերը քեզ չի մոռացել։ Նա եկել է քեզ փնտրելու եւ գտնելու։ Հիմա դրա համար սիրելիներս, այդ որդին այնքան է փնտրելու քեզ, մինչեւ որ քեզ գտնի։ Նա 99 ոչխարը թողնում է եւ գնում է կորսված ոչխարների ետևից, որպեսզի փնտրի, գտնի եւ փրկի։ Եսայի 53:6-ում ասում է, որ ամենս ոչխարների պես մոլորվեցանք, ամեն մեկը իր ճամփան դարձավ։ Այո, եղբայրներ քույրեր, մենք մոլորված ենք եղել, մոլորված ոչխարի նման ենք եղել։
ամեն մեկս մեր ճանապարհով ենք փորձել գնալ, բայց Տեր Հիսուսը եկավ, փնտրեց, գտավ մեզի։ Փառք Տիրոջը։ Հիմա մենք կարող ենք ասել, որ Տերը մեզ գտել է, թե չենք կարող։ Կարող ենք ասել, չէ՞։ Մարդը, սիրելիներս, այսօր հոգևորապես եւ ինտելեկտով մոլորված է։ Այսօր դուք տեսնում եք աշխարհի մարդիկ ուր են գնում։ Մարդիկ գնում են կործանման։ Մարդիկ չգիտեն, կույր են, հպարտությունը նրանց կուրացրել է, չեն տեսնում, թե ուր են գնում։ Մարդիկ, այո, ինտելեկտով բան են, շատ հեռացած են Աստծուց, հոգևորապես շատ հեռացած են։ Թեկուզ մարդը այսօր շատ գիտության մեջ առավելություն ունի, շատ գիտություն է ձեռք բերել, բայց հոգևոր տեսակետից նա գտնում է ցնցոտիների մեջ։ Տրեղ գիտեք ինչ է ցնցոտին։ Ես տրեղ հագել եմ գյուղում։ Կովի կաշվից պատրաստում էին եւ հագնում էին։ Այսինքն տրեղների մեջ, ցնցոտիների մեջ է գտնում։ Թեպետ գիտության տեսակետից շատ բարձր նվաճումներ ունի, բայց հոգևոր տեսակետից շատ ցածր, ամեն ինչ կորցրել է։ Սիրելիներս, Աստված հարցրեց Ադամին, թե Ադամ ուր ես։ Աստված մի հատ հնարավորություն տվեց նորից Ադամին, որ Ադամը գիտակցի իր արածը եւ զղջա, բայց Ադամը գցեց կնոջ վրա, կիներ գցեց ծոցի վրա եւ այսպես Ադամը չհասկացավ Տիրոջը։ Մարդը կորցրեց կյանքի նկատմամբ ունեցած իր ընկալումը, որ նա պետք է ունենալ առաջնորդություն։ Մարդը պետք է ունենալ առաջնորդություն կյանքի նկատմամբ, բայց մարդը կորցրեց այդ առաջնորդությունը։ Նա կորցրել է Աստղը։ Հիշում եք Հիսուս երբ որ ծնվեց, երբ որ արևելքից մոգեր եկան նրան երկրպագելու, նրանց առաջնորդում էր Աստղը։ Եվ այդ Աստղը տարավ հասցրեց մինչև Քրիստոս ծնված տեղը, Մսուրը։ Այսօր այդպիսի Աստղ, որ առաջնորդի աշխարհի մարդկությանը չկա։ Այդ մարդկությունը կորցրել է Աստղը։ Այդ Աստղը Քրիստոսն է, որ նա պետք է մարդիկ գնան այդ ճանապարհով, բայց այսօր մերժել են։ Չկա Աստղը, դրա համար մարդկությունը ամբողջությամբ գտնվում է խավարի մեջ։ Սիրելի եղբայր եւ սիրելի քույրիկ, եթե դու քեզ մեղավոր ես ճանաչում, Տեր Հիսուսը փնտրում է քեզ։ Նա գնում է մեղավորի ետևից։ Նա այնքան քեզ կփնտրի, մինչև գտնի եւ քեզ տա հավիտենական կյանք։ Հիմա էլ, եթե դու քեզ մեղավոր ես ճանաչում, եթե դու կարիք ունես Քրիստոսի, նա քեզ փնտրում է, այս պահին էլ է փնտրում քեզ։ Քո սիրտ ուզում է բացել, որ դու իրան ճանաչես եւ ունենաս հավիտենական կյանք։ Բայց այսօր մարդիկ սիրելիներս թեկուզ վերցնենք աշխարհի հավատացյալների մասշտաբով վերցնենք։ Շատ այսօր եկեղեցու, ասենք վիճակը տխուր վիճակ է եղբայրներ քույրեր։ Շատերը չեն գիտակցում, շատերը գալիս են պաշտամունքի, աղոթում են, երգում են եւ կարծում են սրանով վերջացավ, իրանց փրկության հարցը լուծվեց, բայց այդպես չի։ Եթե կարդանք օրինակ սիրելիներս Ֆիլիպպեցիս թղթի մեջ երկրորդ գլուխ ուրեմն 21 համարում այսպես ասում. քանզի ամենը իրենց է կփնտրեն ու ոչ թե Հիսուս Քրիստոսին։ Ամենը իրենցն են փնտրում ու ոչ թե Հիսուս Քրիստոսին։ Հիմա դու քո սրտի մեջ մի հատ փորձի հասկանաս, դու հիմա ում ես փնտրում։ Դու Քրիստոսին ես փնտրում, թե քոնն ես փնտրում, թե քո ցանկությունն ես փնտրում, որ այս երկրի վրա իրականանա։ Մարդկային հարաբերությունների մեջ կամ չգիտեմ որտեղ դու ում ես փնտրում, Քրիստոսին, որ Քրիստոսը շահվես, թե դու շահես։ Եթե դու տակավին չես հասկացել այս բանը, ուզում ես դու շահես, դու կորցնում ես Քրիստոսին։ Բայց եթե դու ուզենաս շահես Քրիստոսին, դու ուրեմն պիտի կորցնես քոնը։ Բայց եթե կորցնես, ով որ կորցնի պիտի գտնի։ Ով որ իրանձը կորցնի, նա պիտի գտնի, իսկ ով իրանձը բարձրացնի, պիտի խոնարհվի։ Սիրելի եղբայրներ քույրեր, մենք շատ հաճախ ենք միշտ ասում, եթե պատվիրանները պահենք, եթե այսպես անենք, ապա Աստված մեզ կօրհնի։ Եթե չէ։ Ինչպես օրինակ 28-րդ գլխի մեր եղբայրը կարդաց, եթե հնազանդվենք, եթե Տիրոջը խոսքերը լսենք, պատվիրանները պահենք, ասում են Տերը կօրհնի քո ճանապարհը, քո վերի ծնունդը, ոչխարների թոթը եւ այլն։ Բայց եթե չպահենք, ասենք Աստված դու անեսքի կարժանաս, բայց այստեղ նրբություններ կա, որ մենք պետք է ճիշտ հասկանանք։ Աստված
նորից մարդուն օրենքի առաջ չի դրել, եղբայրներ քուրեր։ Օրենքի առաջ մարդուն դրվել էր Մովսեսի ժամանակ։ Երբ որ մենք նայում ենք սիրելիներս, Մովսեսի ժամանակ Աստված մարդուն պայման էր դրել, բայց Քրիստոսը մեր առջև ոչ թե պայման է դրել, այլ նա մեզ տվել է պայմաններ։ Եթե եկեք համեմատենք մի քանի բանով Մովսեսին եւ Հիսուսին իրար հետ։ Մովսեսը ինչ արավ։ Մովսեսը տվեց օրենք։ Իսկ օրենքը ինչ անում։ Օրենքը բացահայտում է մեղքը։ Օրենքը ցույց է տալիս, որ մենք մեղավոր ենք։ Իսկ Քրիստոսը ինչ տվեց մեզ։ Քրիստոսը մեզ տվեց շնորհք։ Երկրորդը օրենքը Մովսեսը ինչ տվեց մեզ։ Տվեց մեղքը, ցույց տվեց մեղքը Մովսեսը։ Բայց Քրիստոսը ինչ արավ։ Քրիստոսը վերացրեց մեղքը։ Եբրայեցիս թղթի մեջ կարդում ենք։ Քրիստոսը մեղքը վերացրեց։ Մովսեսը պահանջում է մեզանից արդարություն, որ մենք պետք է այսպես լինենք, այնպես լինենք, այնպես լինենք։ 70 տարի կոմունիստները խոսում էին արդարության մասին, որ կոմունիստը այսպես պետք է լինի, այնպես պետք է լինի, այնպես պետք է լինի։ Ինձ երբ որ դպրոցում եկան բանանելով, ասի որ կոմերիտական պիտի ընդունվես, ես ասեցի, բայց կոմերիտականը այդքան ազնիվ պետք է լինի, պետք է ասենք այդքան բաներ ունենա, ես արժանի չեմ կոմերիտական ընդունվելու։ Վերջը այդպես չընդունեցին կոմերիտության մեջ, վերջը, եթե նրանք պահանջում էին որոշակի բաներ, ապա ինչպես եղբայրներ քուրեր, Մովսեսը պահանջում է, բայց ով է տվել այդ Մովսեսը արդարություն է պահանջում, բայց որտեղից այդ արդարությունը, այդ արդարությունը մեր մեջ չկա եղբայրներ քուրեր, մենք կերել ենք այն բարին ու չարը գիտնալուց առից, երբ մեր մեջ մեղքն է բնակում, այդ արդարությունը դա Քրիստոսի արդարությունն է, որ ինքն է տալիս այդ արդարությունը։ Քրիստոսը ներողություն, Մովսեսը մեզանից պահանջում է արտաքին կանոններ, մի շնանա, մի գողանա, սուտ վկայություն մի անա եւ այլն, պատվիրանները պահի, բայց Հիսուսը ինչ է տվել մեզ։ Հիսուսը մեզ տվել է ներքին փոփոխություն, որ մեր ներսը փոխվի։ Դրա համար Հիսուսը Մատթեոս Ավետարանի 23-26-ում ասում է. «Բնակի ներսը մաքրեք, որ դուրսն էլ մաքուր լինի»։ Բայց մենք միշտ զբաղված ենք արտաքինով։ Մենք զբաղված ենք, որ մենք ինչ-որ բաներից հրաժարվենք եւ այս թվում է, թե մենք դրանով հոգեվոր մարդ ենք դառնում։ Ոչ եղբայրներ քուրեր։ Հոգեվոր մարդու ներքին էությունը դիձգտի Քրիստոսին։ Նա պետք է ոչ թե իրանը փնտրի, այլ պետք է փնտրի Քրիստոսին։ Ուրեմն այստեղից մենք տեսնում ենք, սիրելիներս, որ տեսնում ենք, որ այստեղ մարդը եսակենտրոն է, մարդու ցանկությունները պատտվում են իր եսի շուրջը։ Այստեղ մենք Պողոս առաքյալը ցույց է տալիս ոչ թե արտաքին ազդեցություններն են վտանգավոր մարդու համար, այլ մարդու եսն է վտանգավոր մարդու համար։ Եթե սա մենք հասկանանք, որ մեր եսն է մեզի Քրիստոսից հեռացնողը, մեր անձն է Քրիստոսից հեռացնողը մեզ, շատ բանի մեջ հաջողություն կունենանք։ Իսկ դա մեզ հասկացնում է Տերը։ Առանց Տիրոջ մենք ոչինչ անել չենք կարող։ Փառք Տիրոջը, սիրելիներս։ Հետո մենք տեսնում ենք, որ նաև եթե կարդանք Գաղատացիս թղթի մեջ մարմնավոր մարդը, որոնք իրենցն են փնտրում։ Գաղատացիս թղթի մեջ ասում է, որ 5-րդ գլխի 19 խոսքից կարդում ենք հետևյալ խոսքերը, որ մարմինը ցանկանում է գործել։ Ահա մարմնի գործերը գրված է, սրանք են։ Արդ մարմնի գործերը հայտնի են, որ ասոնք են շնություն, պոռնություն, պղծություն, գիտություն, կռապաշտություն եւ այլն։ Մարմինը ցանկանում է գործել, թեպետ դու էլի հոգևոր ես, ասենք թե հավատացյալ ես, բայց եթե դու տակավին դեռ հոգևոր ես լրջությամբ, դու ցանկանում ես գործել, ցանկանում ես գնաս այստեղ, գնաս այնտեղ, այստեղ քարոզես, այնտեղ քարոզես, այս անես, այն անես, գործ անես, բայց հոգի պտուղը դա չի։ Գրված է Հռոմեացի նույն Գաղատացիս 5-րդ գլխի բանի 22 խոսքը, բայց հոգին պտուղը այս է՝ սեր, խնդություն, խաղաղություն, երկանություն։ Ուրեմն ինչպես մենք տեսնում ենք այստեղ, սիրելիներս, մարմինը ուզում է գործի, բայց հոգին ինչ է անում։ Հոգին չի գործում, հոգին պտուղ է տալիս։ Եթե վերցնենք, ասենք, խաղողի վազը, չէ՞, նա նյութը արմատներից հոսում է, վերև է բարձրանում կապիլյարներով եւ խաղողը տալիս է պտուղ։
Ուրեմն եղբայրներ քուրեր, մենք պետք է պետքաբեր լինենք, ոչ թե մենք պետք է վազենք այստեղ, վազենք այնտեղ, վազենք այնտեղ եւ այլն, մեր մարմնի գործերը ցույց տանք, թե որքան շատ գործ ենք անում ենք։ Մի եղբայր մի անգամ էսպես էր ասում, ես այնքան շատ գործ ունեմ, որ ժամանակ չունեմ կարդալու։ Դե որ դու ժամանակ չունես կարդալու, էլ ինչ պիտի խոսես, էլ ինչ պիտի անես։ Դրա համար Աստված օգնի եղբայրներ քուրեր։ Դրա մենք պետք է հասկանանք, որ մեր սիրտը շնորհքով է հաստատվում, ու ոչ թե հոգեով, ոչ թե կերակուրներով։ Այդ մասին գրված է Մատթեոսի ներողություն, Եբրայեցիս 13-րդ գլխի 9-րդ խոսքում կարդում ենք Պողոս առաքյալի խոսքերը. Կերպ օտարածան ուսմունքներով մի տարուբերվի, քանզի աղեկը, որ սիրտը շնորհքով հաստատվի, ոչ թե կերակուրներով, որոնցով օգուտ մտ չունեցան անոնք, որ այնպես գացին։ Սիրտը պետք է շնորհքով հաստատվի, այսինքն շնորհքը մարդուն հաստատում, ոչ թե օրենքի կատարումներն է, որ օրենքը կատարես դու ապրես։ Օրենքը ոչ ոք չի կատարել, Մովսեսն էլ չի կատարել։ Հովաննում 1:17-ում ասում է, որ օրենքը Մովսեսի ձեռքով տրվեցավ, բայց շնորհքն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսով եղավ։ Ուրեմն սիրելիներս, օրենքը տրվեց ինչի համար։ Օրենքը տրվեց ընդհանրապես մի բանի համար, որ մարդը հասկանա, որ ինքը մեղավոր է։ Օրենքը չի խոստանում քեզ, որ դու հավիտենական կյանք ունենաս։ Հավիտենական կյանքը ձրի հավատալն է Աստծո շնորհքին։ Շնորհքով եք դուք փրկված հավատքի միջոցով։ Եվ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, որ ոչ մեկը չբարձրանա։ Իսկ ինչ է շնորհքը, կարճ ասեմ, թեպետ մեծ մասին մենք խոսել ենք։ Շնորհքը սա է, սիրելիներս։ Երբ որ մարդը անկարող է, որևէ բանի արժանիք չունի, եւ իրան հրամցվում է, ասենք, մեծ պարգև, մեծ նվեր, եթե այդ մարդը ընդունում է այդ նվերը, ուրեմն նա շնորհքը հասկացավ, շնորհքից օգտվեց։ Շնորհքը դա Աստծո նվերն է մարդուն, երբ որ մարդը որևէ արժանիք չունի, Աստծո նվերն է։ Դրա համար Հռոմեացիս 6:23-ում ասում է, որ մեղքի վարձքը մահ է, իսկ Աստծո ձրի շնորհքը հավիտենական կյանք, ձրի պարգևը հավիտենական կյանք։ Ձրի է, այդ պարգևը ձրի է, մեր արածների չի, որ մենք պետք է ինչ-որ բաներ անենք, որ կյանք ունենանք։ Մեզ պետք է ընդամենը հավատանք, եւ այդ հավատքը մեզ կտանի դեպի շնորհքին։ Հավատքը մեզ կտանի գործի, եղբայրներ քուրեր։ Հավատն է, որ մարդուն առաջնորդում է դեպի գործը։ Եթե այդ հավատքը կենթանի հավատքը չլինի, մենք չենք երբեք գնա դեպի Քրիստոսը։ Բայց մենք դրա համար պետք է աշխարհի համար մեռած լինենք, մեռնենք։ Մի այսպիսի խոսք ասում է սատկած մեռած ոչխարների համար գայլերը ոչ մի վտանգ չեն ներկայացնում։ Եթե մենք ասենք լինենք մեռած այս աշխարհի համար, աշխարհի բոլոր գայլերը, սատանայի բոլոր զորքը մեզ համար ոչ մի վտանգ չի ներկայացնի։ Ուրեմն իսկ սրան հասնում են ոչ թե ինչ-որ գործելով, այլ պարզապես միամիտ ձևով հավատալով Աստծո տված խոստումին, որ Աստված սեր է եւ իր սերը, ինչպես եղբայրներն ասին, սերը դինամիկ է, սերը տեղում չի մնում, սերը շարժուն է, սերը գործող է, չի կարող ասել, եթե ես ասեմ, ես քեզ սիրում եմ եւ որևէ գործողություն չանեմ, դա ընդամենը զգացմունք է, բայց ոչ թե սեր։ Սերը անպայման գործողություն է պահանջում իր մեջ։ Թող Աստված օրհնի սիրելիներս, եկեք սրտանց փառք տանք Տիրոջը։ Ուրեմն հիմա էլ Հիսուսը քեզ փրկում է։ Սիրելի մոլորված հոգի, եթե դու մոլորված ես, գնացել ես, հեռացել ես, այսօր էլ Տերը քեզ փնտրում է եւ քո սրտի դուռը թակում է, որ դու գաս Տիրոջը, դառնաս եւ ունենաս հավիտենական կյանք։ Եվ ապրես այն քաղաքում, որի ճարտարապետն ու արարիչ Աստված է։ Այն նոր Երուսաղեմ քաղաքում, որի հիմքը առաքյալների ուսմունքի վրա դրված, իսկ ասենք դռները 12 ուրեմն ցեղերի անուններին է գրված։ Այդ քաղաքը լույսի կարիք չունի, այդ քաղաքի լույսը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Երբ որ Տերը եկավ ու քեզ տարավ, ինչպես կարդացինք, ես շուտով կգամ, երանի նրան, որ կպահի այս մարգարության խոսքերը։ Եթե քեզ Տերը տարավ, ուր է քեզ տանելու։ Տանելու է, որ մասնակցես Կարան հարսանիքին։ Այնտեղ դու պիտի տեսնես Նոյին, պիտի տեսնես Մովսեսին, պիտի տեսնես թե հին որդի շատ սուրբերի եւ իրանց հետ սեղան պիտի նստես, փառք Տիրոջը սրա համար։ Ինչ մեծ ողորմություն է, ինչ մեծ սեր է Տերը այսօր մեզ համար պարգևել, որ մենք լինելով ոչինչ, լինելով մեզանից ոչինչ ներկայացնելով, մենք գտնվում ենք
նրա սեղանի շուրջ բոլորը, թող Տիրոջ անունը փառավորվի, կանք աղոթքի խնդրենք բոլորին հոգիների համար, որոնք այսօր դուրս են գտնվում Տիրոջից, հեռու են գտնվում, խնդրենք, որ Տերը օգնի իրանց, որ մոտեցնի իրանց։